Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 24-ն է, ասել ունենք շատ կարևոր, շատ հետաքրքիր նորություններ, մինչ նորություններին հիմնական մասի անդրադառնալը ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք կարող եք միանալ մեզ Patreon-ով, աջակցեք ալիքին Patreon-ով եւ իհարկե կատարել ձեր մեկ անգամյա նվիրատվությունները, որոնք շատ կարևոր են մեր աշխատանքի համար։ Այսպիսի մի դեպք է պատահել Հայաստանում, Ինչքանով հասկանում եք, արդեն լրիվ տեղավորվում է թուրքական օրակարգի մեջ, ինչպես նախորդ բոլոր գործողությունները, սկսած փոքրիկ Եվայի Արցախի տատիկ պատմիկ նկարը հակապետական համանելուց, մինչև Արցախի մասին, Ադանատի մասին բոլոր երգերն ու տեքստերը հանրային հեռուստատեսության օրակարգից եւ ընդհանրապես ալիքից անելուց Մի խոսքով Փաշինյան Նիկոլը հիմա էլ պարեկներին հրաման ա տվել, որ նույնիսկ հայքի քարտեզները, որոնք բաժանվում է Հայաստանի տարածքում, պոկեն մեքենաների վրայից։ Բաղը կարող է պոկեն ձեր հագուստի վրայից, կամ ընդհանրապես հագուստները նույնիսկ անել տան։ Թող ոչ մեկ ինչ չհամոզի, ինչպես երեք նախարարությունից են պնդում, որ չկա նման օրակարգ, տենց օրակարգ ընդհանրապես իջեցված չի Արցախի մեջ դեմ ոչ մեկ ոչ արշավ չի տալվում, նման հրամաններ չկա, այսքան պատահականություններ չեն լինում, միանգամից վերանան բոլոր տեքստերն ու երգերը հանրային հեռուստա ալիքից եւ ընդհանրապես փակվի ժողովրդական նախագիծը, որտեղ ինչպես հասկանում եք, ամեն երկրորդ երգը խոսում է մեր իրական հայրենիքի մասին, ոչ թե Նիկոլի, այլ մեր իրական հայրենիքի մասին, հա։ Հետո այդ դեպքը տեսանք արդեն տատիկ պապիկ նկարի հետ կապած այս դեպքերի հետ եւ այսօր հասանք այնտեղ, որ արդեն հայ պարեկները հայ մեքենաների վրայից Հայաստանի քարտեզն են հանում։ Հիմա այս պարեկներին ով տեղյակ է, ովքեր են եղել այս երկուսը, գրանցվել արդեն երկու դեպք, մեկը Սիսիանում, մեկը Երևանի քաղաքում։ Երևանում ա եղել, մեկը Սիսիանում ա եղել։ Ես խնդրում եմ ուղղակի տվեք դրանց տվյալները։ Ես խնդրում եմ ու ես վստահ եմ, որ սա լինելու է շարունակական։ Բոլոր նրանց, ովքեր ձեզ կմոտենան այդ պահանջով կամ խնդրանքով, նկարում եք, բեջով, բանով, ուղարկում եք ինձ։ Իհարկե այս փայլուն այս գործը կաներ Վարդան Ղուկասյանը, եթե լիներ ազատության մեջ, բայց հիմա դա չի նշանակում, որ պետքա թողել անպատասխան։ Տվեք ինձ սրանց տվյալները։ Ես մնացածը թողեք իմ վրա։ Սրանք պետքա հասկանան մի բան, մենք ունենք, չէ՞, կայքը, հո չեք մոռացել։ Այս Վաղանից ոսկեպար այդ տարածքները, հայկական տարածքները հանձնելուց սկսած, մենք ունենք կայք, որտեղ հավաքվում են բոլոր հանցագործների անուն ազգանունները։ Մենք պատրաստվում ենք հայկական Նյուրնբերգին անկախ նրանից երբ է լինելու դա։ Մի տարի հետո, մի ամիս հետո, 10 տարի հետո դուք պիտի հասկանաք, որ դուք փախնելու ոչ մի տարբերակ չեք ունենալու։ Մեռածը լինեք, ձեզ գերեզմանից անելու ենք, դատենք, թաղենք տեղը։ Ես խնդրում եմ, ու ես վստահ եմ, որ սա լինելու է շարունակական։ Բոլոր պարեկներին, ովքեր կմոտենան այս պահանջով կամ խնդրանքով, ուղարկեք ինձ։ Ես վստահ եմ սրանց, եթե վաղը Նիկոլն ասի, ու ասելու է, չէ՞ որ եկեղեցու դեմ պայքարը չի վերջացել։ Եթե սանարակի ծնունդներին սա ասի, գնացեք ձեր մեռած հոր, մոր, տատու, պապու գերեզմանից խաչնել ջնջեք, քերեք, տաշեք, խաչքարերն էլ ավիրեք, սրանք գնալու են անեն։ Այս մի տեսակ կա, որ ամեն ինչի պատրաստ է։ Ամեն ինչի, օրվա լափի ու ձերը կերչի, տղեկ, տղայք չեք, արա ձերը կերել չի, մարդիկ են ուտելիք ուտում, դուք լափ եք ուտում, որի համար դուք պատրաստ եք Հայաստանի քարտեզը մարդկանց մեքենայի վրայից հանել տալ, ու վաղը նույն ձևի ասում, Նիկոլը ձեզ ասելու է գնացեք ձեր գերեզմաններից խաչերը քերեք, այս ինչ բան է, ով ա տեսել ոստիկանի աշխատողի բարեկամի գերեզմանի վրա խաչ լինի։ Կոմունիստների ժամանակ դες բան չէին անում, չէ՞։ Ինչքան հիշում եմ, եկեղեցի նույնիսկ իրավունք չունեին գնալու դրանք։ Ես ձեզ ասում եմ, նույնն է լինելու, դուք արդեն սկսել եք։ Դուք արդեն մտել եք մի ճանապարհի մեջ, որտեղից հետդարձ չկա։ Ես ձեզ հիշեցնեմ, որ ախր դուք մենակը չեք, դուք եզակին չեք, այդ տգետներ, այ ոչնչություններ, ձեզանից առաջել են եղել, ձեր նմանները,
որ պատրաստ են եղել ամեն ինչ անել իշխանություններին բավարարելու համար, հետո երբ որ գործը ավարտել է, սրանց էլ սատկացրել են ինչպես անելու են ձեզ։ Բայց որ դուք կատարյալ տգետ եք, դպրոցն էլ դուք չեք ավարտել ձեր ուժերով։ Դպրոցն էլ եթե ավարտել եք, փողով դուք ավարտած կլինեք, արա։ Եթե չէ, գոնե լսած կլինեք Եգոդայի մասին, որի ձեռքով գնդակահարեց Ստալինը բոլոր հրեաներին, եւ ոչ միայն հրեաներին, բոլոր նրանց, ովքեր պոտենցիալ կարող են իր իշխանության համար վտանգավոր լինել։ Հետո կանչեց հաջորդին, ասեց Եժովին, սատկացես Եգոդային, սատկացա թող գնա։ Էլ մեզ պետք չի, որովհետև ինչ որ պետք էր ակնկալվում էր իրենց, ինքն արդեն արել է։ Եժովն էլ եկավ, մի տականքներ նայեր, այսքան բոյով, այսքան։ Եկավ, սիրով վերցրեց այդ գործը իր վրա ու սկսեց 37 թիվը։ Ուզում ասեմ, արա պատմությունը կրկնվում է։ Ու ձեզ ձեռքով այն ինչ որ պետք անելուց հետո ձեզ է նույն ձև հանձնել են թուրքերին կամ սատկացնել են դու գնաք։ Սա ընդամենը մի փոքրիկ ակնարկ պատմությունից։ Իսկ հետո շուտ է գալու, շատ շուտ, որովհետև սև ամպերը հավաքվում Ադրբեջանի գլխից։ Ինչքան Նիկոլ Փաշինյանը ուզենա օգնի, մեկը չի ստացվելու իր մոտ։ Ու չի ստացվում։ Այսօր նույն օրվա մեջ համ բանից Ամերիկայի Միացյալ Նահանգներից, համ Եվրոպայից ապտակներ ասեն աչուձախ Ալիևին։ Բա գիտեք ինչ էս հանցագործությունները պետք է մարսել գնա։ Չի կարող լինի։ Չի կարող, ոչ մեկ չի կարողացել մարսել, սա էլ չի մարսել, ինչքան Նիկոլ Փաշինյանը ուզենա օգնի Հսկի Ալիևին ռազմական հանցագործությունից, էթնիկ զտումներից, չի լինելու։ Մանավանդ, որ այս անարխիային աշխարհի վրա մնացել ընդամենը 2-3 ամիս։ 2-3 ամիս շատ բան է փոխվելու։ Հիմա է անարխիա, էլի չի կարողանում անել։ Ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը լսել է նորից ASA-ի նախաձեռնությամբ քաղբանտարկյալների եւ ընդհանրապես արցախցիների հարցը։ Եվ նորից հայտարարությունով հանդես եկել։ Բոլոր քաղբանտարկյալներին, ռազմագերիներին ազատելու եւ ամենավախենալու արցախցիների վերադարձը։ Հիմա թող Նիկոլը ստեղ իրան պատեպատ տա։ Իր կեղտոտ պարեկներին հանի շպրտի փողոցները, քարտեզներ պոկեն, չգիտեմ, Արցախանունը ջնջեն, ամեն ինչ մոռացության տակ, լսեք, արա, դուք բոլորդ ռազմական հանցագործներ եք։ Փաշինյան Նիկոլից սկսած մինչև իր վերջին ձայն տվողները։ Այս ամեն ինչ որ հիմա խոսում եմ, սա ձեր հոգու խղճի վրա է։ Դուք սրա պատասխանատուներն եք։ Ես ասում եմ ճիվաղ, մենակ ճիվաղը չի։ Իր ընտրողները, աջակցողները, իր հրամանները կատարողները։ Ես դրա համար եմ ասում, ինձ դրանց ոչ միայն նկարն է պետք, անուն ազգանուններով, որ տեղադրենք կայքում, ցույց տանք, հանենք մայլուղի, այնց որ փողոցում մանգալուց ով գնա գա թքի երեսին, այլ նաև հետագայում սա պետք է անցնեն Նյուրնբերգով։ Հայկական Նյուրնբերգը լինելու է։ Ուզեք թե չուզեք, ասեմ ավելին, նույնիսկ ես ուզեմ թե չուզեմ դա լինելու է։ Ուղղակի ես արագացնելու եմ այդ օրվա մոտենալը, որ մի ոչ շուտ մոտենա։ Հիմա կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովը էլի ընդունել է հայտարարությունը, էլի այս հարցը օրակարգում է։ Դե հիմա Թրամփը իրան պատեպատ տա, Black Rock իրան պատեպատ տա, հայ այս հարցը ջնջի։ Այս հարցը կարող են ջնջել այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը իշխանության է։ Իսկ Թրամփի իշխանության լինել չլինել ընդամենը որոշումը նոյեմբերին, այս նոյեմբերին։ Նոյեմբերից գալու է նոր սերունդը, այս միջանկյալ ընտրություններում, որտեղ գալու են բոլորը հակա իսրայելական օրակարգով։ Եվ իմպիչմենտը Թրամփի ապահովված է։ Շուտով Ալիևն ու Նիկոլը զրկվելու են եւ Թրամփից, եւ Պուտինից, եւ Ուրսուլա ֆոն դեր Լայնից, զրկվելու են։ Որովհետեւ բոլոր բանից կանխվեց փողերի հոսքը դեպի Իսրայել, այն ժամանակվանից այս ամեն ինչը քանդվում է։ Իսկ դա լինելը շատ
շուտով։ Մյուս աղետը Նիկոլի համար, լսենք, մանրամասն ասում Արտյոմը Երկանյան, թող ինքն ասի էլի։ Արշավ է սկսվել Բաքվում զանգվածային տեղեկատվական արշավ է սկսվել եվրոպական կառույցների դեմ, պատճառը Հայաստանի ու Եվրամիության միջև գործընկերության ռազմավարական օրակարգի ստորագրում է։ Բաքվի իշխանություններն այդ փաստաթուղթը հակաադրբեջանական են որակել։ Հարևան երկրի արտգործնախարարությունը սպառնում է Բրյուսելին ու պահանջում է վերանայել Երևանի հետ ստորագրած փաստաթղթի դրույթները։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կոնկրետ ինչն է ստորագրած փաստաթղթում այդքան զայրացրել Բաքվի դիվանագետներին։ Երեք Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որով դատապարտում է եւ դժգոհություն է հայտնում այդ ստորագրած փաստաթղթի կապակցությամբ։ Հիշեցնեմ, փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 6-րդ նիստի ավարտից հետո։ Այն իսկապես մեզ համար կարևոր փաստաթուղթ է, քանի որ հայանպաստ լուրջ այսպեսի ձևակերպումներ ունի եւ կարելի է հայկական դիվանագիտության ինչ-որ իմաստով հաջողություն համարել։ Ադրբեջանին անհանգստացնում է մի քանի հանգամանք, թվարկեմ նրանցից մի քանիսը։ Առաջինը դժգոհել են այն կապակցությամբ, որ Արցախի հայերին փաստաթղթում անվանել են փախստականներ եւ կա այսպիսի ձևակերպում. Ադրբեջանի ռազմական օպերացիայի հետևանքով տեղահանված մարդիկ։ Նույնը կա նաև կոնգրեսի արտաքին հանձնաժողովի զեկույցի մեջ։ Ավելին ոչ միայն տեղահանված, այլ պետք է դրանք հետ վերադառնան։ Ադրբեջանում համարում են, որ ոչ մեկ չի տեղահանվել, այլ տեղի է ունեցել ինքնական միգրացիա, քանի որ հայերը մերժել են Ադրբեջանի առաջարկած ռեինտեգրացիայի ուրեմն տարբերակը։ Մեկ շաբաթվա ընթացքում 100,000 հայ լքում է տարածքը եւ դա համարվում է ինքնական ռեինտեգրացիա։ Երկրորդը, ինչը դժգոհեցրել է ադրբեջանցիներին, դա այն է, որ հիշատակվում է միջազգային դատարանի վճռի պահանջը կատարելու անհրաժեշտությունը։ Հիշեցնեմ, վճիռը պահանջում է, որ Ադրբեջանը պայմաններ ստեղծի արցախահայերի վերադառնալու համար։ Ու տարօրինակ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյան, վենեքդ պետք է ճղես այսօր։ Ոնց գցում բռնում եմ, խմելը քեզ չի օգնելու։ Դու չես կարողանում ես հարցը լուծես, մնացել է քո վրա։ Չես կարողանում էլի։ Դու չես կարող միջազգային դատարանի որոշում փոխես։ Ես չգիտեմ դες պրակտիկա, որ մեկը կարողացած լինի։ Դուք կարող եք միջազգային դատարանի որոշում չկատարել, ինչպես չկատարեցի 23 թվականի, փետրվարի 24-ից ընդունված որոշումը 22-ին կամ 24-ին, որը ասում է, որ պետք է բացվի միջանցքը։ Այդ որոշումը ոչ դու կատարեցիր, ոչ դու կատարեցիր, չէ Ալիևը։ Այսինքն դու ոնց պետք է կատարեիր դա։ Դու պետք է դիմեիր ՄԱԿ-ի խաղապաններին, որ ապահովեին այդ միջանցքի բացումը, բայց դու սրիկա, դու չարեցիր։ Բայց դուք չեք կարող որոշումը չեղարկեք։ Իսկ այս որոշումը Դամոկլյան սուրն է, որ կախված է Ալիևի վզի վրա։ Ներքին ձայնս ասում է կարող է մի օր այդ բարակ պարանը կտրի ոչ թե մենք, այլ նաև նույնիսկ Ռուսաստանը, որովհետև Ադրբեջանը շատ դուրջ է ընդունել իրեն։ Շատ։ Այսօր արդեն հայտարարել է, որ մոռացեք Ռուսաստանի մասին, որովհետև Ռուսաստանը ի վիճակի չի ձեզ գազ մատակարարելու։ Այդ ես եմ, ես այդ տղեն, որ Եվրոպային կապահովի նավթով եւ գազով։ Բայց ինչպես տեսնում եք, ոնց որ թե ամեն ինչ իր ուզած ձևով չի գնում։ Էլի խնդիրներ կա։ Եվրամիությունը այլ դիրքորոշում ունենալ այս հարցում, քանի որ միջազգային դատարանը այն ատյանն է, որի վճիռները պարտադիր են կատարման համար, հա։ Երրորդը, հիշատակվում է, որ Եվրամիությունը աջակցություն է ցուցաբերելու Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկ ծրագրին, Ադրբեջանում համարում են, որ ոչ մի խաղաղության խաչմերուկ գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն Զանգեզուրի միջանցք կոչված իրենց պատկերացրած ծրագիրը։ Հաջորդը Պրոբլեմը գիտեք որն է Ադրբեջանի ու Նիկոլի համար։ Այսինքն ադրբեջանցիների համար, թուրքերի համար, թուրք Նիկոլի եւ Ալիևի համար։ Պրոբլեմը գիտեք որն է, որ Հայաստանի պարագայում իրանք գիտեն ում հետ գործ ունեն։ Հայաստանի համար գիտեն իրանք գործ ունեն Ճիվաղի, իր հետ է լուծում այդ հարցերը։ Մեկ էլ Ճիվաղի տերը, դա որ վերում վերընկած է։ Կամ տերերը։
Եվրոմիությունը բարդ օրգանիզմ է։ Եվրոմիությունն ունի քարտուղարություն, Եվրոմիությունն ունի կազմակերպություններ, որոնք ղեկավարվում են Թուրքի կողմից, այն որ հələ մենք դրան հələ պետք է հասնենք, այն որ աջակցում էր Փաշինյան Նիկոլին, հիշում եք, եկեղեցին քանդելու մասով։ Ձայն ձույն չկա դրանից։ Ոչ մի հետաքննություն, ոչ մի հայտարարություն, ոչ մի պաշտոնական հրաժարում, հələ չկա։ Բայց դա չի մենակ Եվրոպական միությունը, կա այնտեղ խորհրդարան, Եվրոխորհրդարան, որտեղ կան եվրոպական այլ երկրներից անկախ պատգամավորներ, որ գալիս են, կարդում են ինչ որ կա իրականում, շրկցնում գնում են։ Այսինքն Եվրոպայում անես չի կառավարվում ամեն ինչ, կառավարվում, վերահսկվում ամեն ինչ, ոնց որ կարելի անել, ասենք, Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, չէ, այնտեղ մի քիչ ինստիտուցիաները շատ են այդ ամեն ինչին տոտալ կառավարելու համար, էլի։ Այստեղ Նիկոլն ու Թուրք Նիկոլն ու Ալիևը պրոբլեմ ունեն։ Ինչքան էլ որ ուզում է Ուրսուլա ֆոն դեր Լայնն ու կամ Եվրոպայի քարտուղարությունը իրանց կողմից գնված լինի, բայց խորհրդարանի հետ ինչ անեն։ Բա Եվրոպական դատարանի հետ ինչ անեն։ Հա, որ դատախազի հետ ինչ անեն, որ ասում է դեռ էթնիկ զտում է եղել, բան Ադրբեջանն էլ, այդ Ալիևն էլ ռազմական հանցագործը։ Բա դրա հետ ինչ անեն։ Այդտեղ խնդիր կա։ Իսկ քանի որ հիմա քաոս է աշխարհում, եւ այդ քաոսը ապահովել է ամենաբարձր մակարդակի վրա ամերիկյան Նիկոլը, հա։ Քանի որ դրա ամիսներն էլ կարելի ասել հաշված են, բխող հետևանքն են, հա։ Եվրոպական դատարանի որոշումները պիտի սկսեն աշխատել եւ Նետանյահուի դեմ, եւ Պուտինի դեմ, օրը գալու է եւ Ալիևի դեմ։ Այս քաոսը պիտի վերանա, որովհետեւ այս քաոսը շատ թանկ անստում գլոբուսի վրա, աշխարհի վրա։ Տակվում է Եվրամիության դիտորդական առաքելության մասին, Ադրբեջանում համարում են, որ այդ դիտորդական առաքելությունը ընդամենը հակաադրբեջանական քարոզչական գործիք է, որը հայտնվել է հայերի ձեռքում։ Եվ վերջապես 5-րդը հերթականն է, հիշատակ Հիշեցնենք մի հատ այդ ինչու են գալիս եվրոպական դիտորդները Հայաստան։ Հիշենք մի հատ։ Հիբրիդային պատերազմների դեմ պայքարելու համար։ Ընդ որում, այդ հիբրիդային պատերազմ ասելով ենթադրվում է Ռուսաստանը։ Դեռ Ադրբեջանի մասին ոչ մի խոսք չկա։ Բայց ակնհայտորեն Ալիևն ինչ որ ծրագրեր ունի, որ եվրոդիտորդները իրեն խանգարում են իրենց ներկայությամբ։ Դա համարում է, որ իրենց ներկայությունը Հայաստանում վնասայ է։ Ինչի նկատի ունի։ Այդ ինչա պատրաստում անել, որ դրանց ներկայությունը խանգարում է իրեն։ Չլինի Նիկոլ Փաշինյանի այն բաննա ասացնա, որ սեպտեմբերին սոսկալի պատերազմը սկսելու, եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չունեցավ։ Չլինի դա է իրականացնելու համար կաշկանդված։ Թե չէ այդ դիտորդները իրան հեչ վնաս չեն։ Մենակ մեկ դեպքում, եթե ինքը Նիկոլ Փաշինյանի ասած այդ պատերազմն ուզում իրականացնի եւ այնտեղ արդեն եվրոպական դիտորդների ներկայությունը խանգարում են իրեն։ Իրոք դա խանգարիչ հանգամանք է։ Շատ, որտեղ ես պետք է հիշեցնեմ, ցեղասպանության ժամանակ բանում Օսմանյան կայսրություն 15 թվականին հիմնականում եղել են այն տարածքներում, որտեղ չի եղել արտասահմանյան ներկայություն։ Չեն եղել դեսպաններ։ Նույնիսկ ծրագրված է եղել Երուսաղեմում ցեղասպանություն իրականացնել, դեռ չէ Օսմանյան կայսրության միմացներ։ Ու մորթել բոլոր հայերին, ընդհանրապես վերացնել հայկական հետքը։ Բայց քանի որ նաև այլ երկրների ներկայացուցիչներն եղել տարածքում, ռիսկ չեն արել ընդդեմ իրականացնել։ Դրա համար օրինակ բանում Կոստանդնուպոլիսում համեմատաբար քիչ են եղել ջարդերը։ Շատ է եղել ներկայությունը։ Եվ մնացած այն քաղաքներում, որտեղ եղել է ներկայություն, համարյա բան չի եղել, շատ քիչ քանակություն։ Հիմա ասեմ նույն տրամաբանության մեջ Ալիևը դժգոհում է, որ Եվրոմի իրար ճամփին, չէ, Նիկոլետ հիշում եք, չէ, որ ճամփեցին գնաց Միսկի խումբը ցրեցին, դիտորդներից ազատագրվեցին,
Հիմա էլ Փաշինյան Նիկոլը միֆա ստեղծել, որ Ռուսաստանը իրան սպառնում է, այդ ֆոնդի տակ բանը եվրոդիտորները գալիս են իրան փրկելու, բայց դե բարձում է Ռուսաստանից փրկելու փոխարեն, դա պրոբլեմա Ադրբեջանի համար։ Իսկ ոչ մեկը թող չկասկածի, որ Ադրբեջանը ուզում է ուժով մտնի հարցերը լուծի դուրս գա։ Զանգեզուրի Միջանցքը իրականացնի վերջը, որտեղ զրո դիմադրություն անլինելու Նիկոլների կողմից։ Են Ադրբեջանում այժմ ամբաստանյալի աթոռին հայտնված հայերը եւ իրենց անվանում են գերիներ։ Ադրբեջանում պնդում են, որ իրենց անհրաժեշտ է անվանել ոչ թե գերի, այլ ծանր քրեական հանցանք կատարած անձնավորություններ։ Եվ վերջապես վերջինը Ադրբեջանում համարում են, որ իզուր են Եվրամիության ներկայացուցիչները խոսում Հայաստանի պաշտպանողականությունը պաշտպանելու բարձրացնելու անհրաժեշտության մասին, քանի որ դա նպաստում է Հայաստանի միլիտարիզացիային։ Այսպիսով ամփոփելով այս ամենը Բաքվի դիվանագետները համարում են, որ այդ փաստաթուղթը հակաադրբեջանական է եւ որ լուրջ մտավախությունների, մտահոգությունների առիթ է հանդիսանում։ Եվ ամենակարևորը, որ համարում են, որ այս փաստաթուղթը ստորագրած Հայաստանը այսպիսով առիթ է տալիս կասկածելու, թե արդյոք իսկապես լուրջ է տրամադրված խաղաղասիրական այս նախաձեռնությունները կատարելու, իրականացնելու հարցում։ Եվ ամփոփելով ադրբեջանցի դիվանագետները ասում են, որ սպասում են Հայաստանից եւ Եվրամիությունից կոնկրետ քայլեր, այս մեջբերում եմ վնասակար դիրքորոշումները վերանայելու համար։ Պնդում են, որ շարունակելու են ուշադիր հետևել դեպքերի զարգացմանը եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, եթե իրենց դուրը այդ քայլերը չգան։ Մի խոսքով, ձեզ հիշեցնեմ, որ Ադրբեջանը դուրս է եկել եվրոպական գրեթե բոլոր կառույցներից։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը ինքը չի էլ ընդունում, չի ճանաչում Եվրոպան որպես կառույց, որպես արբիտր։ Ինքը մենակ հիմա մի բան է ճանաչում, մի բան։ Դա իր գերակայությունն է, որովհետև, ինչպես ինքն է հայտարարում, չկա Ռուսաստան այլևս, որ ձեզ պիտի գազམ་ատակարարի, այդ ես եմ։ Եվ ես եմ թելադրողը ձեր օրակարգը։ Դե հիմա ինչքանով դա կհաջողվի թելադրել չգիտեմ, բայց չեմ կարծում, որ տենց միանգամից ինքը կարողանա անի այն, ինչ որ ուզում է, որովհետև մի ուրիշ բան է, որ դու մերձի հետ ես պայմանավորվում, որ դու գազ կտաս, մերձն է կզանգի Փաշինյան Նիկոլին կասի արագացրա այդտեղ, ինձ այդ պետք է ճանապարհը, որտեղ ես դες գազ պիտի ճարեմ, հա։ Ուրիշ բան է, որ դու հաթաթ զանգես Եվրամիության բոլոր երկրներին, այդ ինստիտուտներին ասես, ես ես գազ եմ տալու, մոռացեք ձեր ընդունած որոշումների մասին, մոռացեք ձեր ընդունած բանաձևերի մասին, չէ, այնտեղ մերձը եւ այդ կառույցները դրանք տարբեր հարթություններ են, տարբեր։ Մերձին ընտրում են, այդ կառույցներ են։ Դու չես կարա ոչ մի ձևով դրանց վրա ազդեցություն ունենաս։ Սա է, եւ հիմա Նիկոլ Փաշինյանը պետքա մտածի եղունգները կրծելով, չգիտեմ, ինքն իրեն վնաս տալով, թե հարցը ոնց է լուծելու Ալիևի համար։ Ինչ անի, դատապարտի։ Օրինակ դատապարտի, ասենք կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի զեկույցը, առաջարկը, կոչը, հա։ Դատապարտի միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Թե հրաժարվի ասի, չէ, էլ մի արեք իմ երկիր, որովհետև հիբրիդային պատերազմի վտանգ չկա։ Չէ՞ որ դու ես ասել։ Հիբրիդային պատերազմի վտանգ կա, ես Հայաստանը փրկում եմ Ռուսաստանից։ Դրանք էլ գալիս են։ Սենց է, սուտը արդարացնելու անընդհատ պետք է նոր ստեր օրինել։ Հիմա ինքը ինքել է իր փորած թակարդը։ Եվ ըստ կարծում եմ Ադրբեջանը Նիկոլից նեղանալու թեմա ունի։ Ամեն դեպքում այս հարցը լուծելը մնում է Նիկոլ Փաշինյանի վզին, ինչպես նաև Զանգեզուրի Միջանցքի բացումը, դրա մասին ենք խոսալու, էլի Իրանը ոչ մի վայրկյան չի մտածում նույնիսկ բանակցի հետ առումով, դրա մասին ենք խոսալու։ Ես եմ ասում, հաջորդ ընտրություններին, այսինքն արտահայտ ընտրություններին, պատրաստվում ենք այսօրվանից, որտեղ դա սարերի հետևում չի։ 5 տարի այս ռեժիմում, այս անորոշության մեջ, այս
չլուծված հարցերով, իսկ Հայաստանում չլուծված հարցերը շատ ավելի շատ են, կարծես թե քան բնակչությունը։ Իսկ լուծելու ռեսուրս չկա, նախ մասնագիտական, երկրորդը քաղաքական ռեսուրս չկա, որտեղ այս հարցերը լուծելու համար քաղաքական լեգիտիմություն է պետք։ Փաշինյան Նիկոլը զրո քաղաքական լեգիտիմություն ունի, զրո։ Ինքը կախված է բոլորից, Ալիևից, Մերցից, Մակրոնից, Պուտինից, չգիտեմ, Նետանյահուից, Դոնալդ Թրամփից իր բոլոր մետաստազներով դա կլինի Ջեդի Վենսը թե Մարկո Ռուբիո։ Այսքան մարդուց կախված մարդը ո՞նց կարող է հարց լուծի։ Էլ չեմ ասում նա անհաղթադեպի խոչընդոտ կա, որը կոչվում է իրը։ Այստեղ էլ մեջտեղ եկավ կոնգրեսը, մեջտեղ եկավ Եվրոպական դատարանը։ Բարթա, մեծ լսենք էսան։ Օրինակ 1998-ի փետրվարին մոլորակ թերթում Փաշինյանը գրում է հայերն ու ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են վերնագրով մի հոդված, որտեղ նշում է, թե ինքը հոտնկայս հարգել է Բաքվում սովետական տանկերի տակ զոհված բաքվեցիների հիշատակը։ Այսինքն նա հարգում է Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչների հիշատակը։ Ապա Ուշադրություն դարձրեք, սա 99 թիվն է։ շարունակում է. Ես հասկանում եմ, որ այդ նույն ձեռքն էր ջարդում թե Բաքվում, թե Սումգայիթում, թե Շահումյանում, թե Ֆերգանայում, թե Ադանայում եւ թե 1910 Թե Ադանայում պատկերացնում եք։ Ադանա, Կիլիկիա։ Ռուսները Ադանայում էին ջարդում փաստորեն, ինքը հասկացել է։ Թուրքերը չէին։ Չէ, դա ռուսներն էին։ Այս տականքին դուք ո՞նց ցենտրեցիք յո։ Այս տականքին ոնց կարելի է ընդհանրապես շփվել հետը որպես մարդ, այդ չեմ ասում մի բան էլ վստահել։ 5 թվականին Արևմտյան Հայաստանում։ Փաշինյանը նկատի ունի Ռուսաստանին եւ դեռևս այն գլխից մաքրագործելով Թուրքիային եւ Ադրբեջանին հայոց ցեղասպանության մեղքը դնում է Ռուսաստանի վրա։ Նույն պնդումը քանիցս կանի արդեն վարչապետի կարգավիճակում։ Իր գրքում Երկրի հակառակ կողմը վեպում Փաշինյանը գրում է. հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, գառն ու տաճարը, հա, մի կույտ էլ ռագատկի քարեր, Քարահունջի աստղադիտարանը։ Հայկական հուշարձանների, այդ թվում Արցախում ոչնչացվող քրիստոնեական ժառանգության հանդեպ նման թշնամական վերաբերմունքի արմատներն այստեղ է պետք փնտրել։ Փաշինյանի խմբագրած օրագիր թերթում բանակի հասցեին զազրախոսությունները, սպարապետի ծաղրանկարներն ու նրա մասին թունոտ անդրադարձներն ամենօրյա բնույթ էին կրում։ Այս մի խմբագրականում օրինակ նա հրճվում է խաղաղ պայմաններում զոհերի առկայությամբ խմբագրականը վերնագրելով. բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին։ Զինվորների դիակները նախատոնական նվեր էին նրանց մայրերին։ Սա է այս անձի բարոյականությունն ու էթիկան։ Սպարապետի հերթական ծաղրանկարն անբարո վերնագրի ներքո, կտորմը կամուֆլյաժ։ Չծառայած Փաշինյանը հեգնում է ոչ միայն սպարապետին, այլև զինվորական համազգեստը։ Ես հիշեցնեմ, որ այս ընթացքում այս տականքը այս հոդվածները գնում էր, ինչպես այդ նամակագրությունը պարզեց, որը սլիվ էին արել հենց ամերիկացիները, Ամերիկայի դեսպանատան, Ամերիկայի պատվերով, դեսպանատան աշխատակիցների պատվերով, որոնք սրան վճարում են ամեն մի հոդվածի համար 300-500 դոլար։ Սա ու իրանք էին զարմացել սրա բարոյական վիժվածք լինելու մակարդակից։ Այն աստիճան, որ 2008 թվականին սրանք իրանց ագենտին նույնիսկ չթողեցին, պաշտպանություն չթողեցին մտնի դեսպանատան տարածք փրկվելու համար։ 1999 թվականի հունվարի 28-ին բանակի օրը լույս տեսած հոդվածում, որը վերնագրված է Հայաստանում ինչպես գրավյալ տարածքներում, գրում է. Երբ հայկական զորամիավորումները ճակատում տարան իրենց առաջին լուրջ հաղթանակները, այսինքն գրավեցին Ադրբեջանի մի քանի շրջաններ, գրավյալ տարածքներում թալան սկսվեց։ Հոդվածի վերջում, թե չէ գրավյալ տարածք է, մեկ էլ տեսար, ստիպված եղան վերադարձնել։ Վազգեն Սարգսյանը խուսափում է քաղաքական պատասխանատվությունից վերնագրով հոդվածում Փաշինյանը գրում է. Չգիտես ինչու, պարոն Սարգսյանին թվում է, թե հայ ժողովուրդը մի օր պետք է արթնանա ու արձանագրի, վերջ, Վազգեն Սարգսյանը քաղաքական գործիչ է։ Ապա թունոտ խոսքերի հերթական շարանը սպարապետի հասցեին։ Լավ կլիներ Արամ Զավենի Սարգսյանը վերաթերթեր իր այդքան պաշտելի Նիկոլ Փաշինյանի երբեմնի հոդվածները իր եղբոր սպարապետի մասին։ Վերաթերթը ինչ անի։ Ոնց։ Օրվա լափն է սրա համար կարևոր։ Մի մարդ, որ ասում է ինչ կարևոր է մեր հետ ինչ անեն, կարևորը մենք առևտուր կանենք։ Այս մարդուց դուք ինչ եք ուզում։ Սա իր խոսքերն է, ասում է ինչ կարևոր է մեր հետ ինչ կանեն։
կարևորը մենք կարողանանք առևտուր անենք թուրքերի հետ։ Սմարտուս դուք, այս մարդ չէ, այս կենքանուս դուք ինչ եք ուզում։ Եվ երբ այսօր ճամարտակում է Վազգեն Սարգսյանի երկրապահի հոկտեմբերի 27-ի թեմայով, արժե հիշել, որ նաև Փաշինյանի կողմից տարիներ շարունակ սպարապետի նկատմամբ թույն ու թարախ գեներացնելը եւս նպաստեց այդ ոչրագործությանը, երբ ահաբեկիչները խորհրդարանում արդեն անշնչացած սպարապետին հարվածելով կրկնում էին Փաշինյանի հոդվածների խոսքերը։ 2001-ին հայկական ժամանակում Նիկոլ Փաշինյանը գրում է. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն, եթե կուզեք գրավյալ, եթե կուզեք ազատական։ Օրինակ 1000 Մենք այս հաղ գիտենք։ Մի հատ ուրիշ բան լսենք սրա մասին։ Ես ինքս փաստեր ունեմ։ 2019 թվականին ես հրավիրված էի, ուրեմն իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի ֆորումին։ Ընդմիջման ժամանակ եկան ԱԱՑ-ից ասացին, որ պարոն վարչապետն ուզում է քեզ հետ զրուցել։ Ինքը կանգնած ֆուրշետի սեղանի շուրջ աղում է։ Իդեպ մի ձեռքին գավառի փախլավա, մյուս ձեռքին վիճինա։ Ու երկուսը միաժամանակ։ Առաջին բանը, Հոխիկյան, դու հələ նույն հայրենասերն ես։ Ասի, հա, պարոն վարչապետ, են անուղեղն են, որ ասում եք։ Իսկ ձեր մոտ բան փոխվել է։ Ինքը հասկացավ ես ինչ եմ ասում, կողքից ոչ ոք չէր հասկանում ինչ եմ ասում, ասեց, հա, այն որ ասում ես, չէ, իմ մոտ էլ բան չի փոխվել։ Ասի, շատ ափսոսում եմ, որ այդպես է, ասեց, ոչինչ։ Հետո Լապշինին հարց տվեց, ասեց, Ադրբեջանում քեզ շատ տանջեցին։ Դե ասեց, հա, 9 ամիս պահեցին, սպանության փորձ բանտում եւ այլն։ Ասեց, լավ են արել, ես էլ լինեի այդպես կանեի։ Քեզ ով էր ասում առանց Ադրբեջանի իշխանության թույլտվության գնայիր իրանց տարածք։ 19 թիվն է։ Բա դու քո լակոտին չի ուղարկել ընդ Ադրբեջանի տարածք։ Ճիվախ Փաշինյան։ Ախտես մասին իմացել են բոլորը։ Բոլորն են իմացել, ովքեր ես շփվել, ովքեր կողքերն են եղել, լսեք շանակություն։ Ասեց Նիկոլ, բայց ես Ադրբեջան չեմ գնացել, ես գնացել եմ Արցախ։ Ասեց, հա, միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Ինքը ասեց, չէ, ախր ես այդ ժամանակ որոշել էի, բայց ես չէի կարող ասել, դուք ինչ չեք թողել դա անել։ Հիմա, ասում եմ, դու մտել ես Ադրբեջան, միջազգային իրավունքի տեսակետից դա Ադրբեջանը, ու ինքը 1 տարի հետո պատերազմի համար ժամանակ պետք է կոչ անել, բոլորիս գնանք այնտեղ մեռնեմ։ Որովհետեւ ասել դու Ադրբեջան ես դու գնացել։ Այո, սրան ընտրելու համար ինչա պետք լինել, ժողովուրդ, ես չգիտեմ, էլի կատեգորիա կա նկարագրելու դրան։ Ասեցի, պարոն վարչապետ, ես ինչ եք խոսում։ Հոխիկյան, դու սուսմանա, դու հայրենասեր ես։ Բանալի բառը։ Դու սուսմանա, դու հայրենասեր ես։ Հասկանում եք ում է իր հավաքը։ Հասկանում հայրենասերը դա մի կատեգորիա։ Տեսեք, Հոխիկյանը իմ համար հայրենասերի բան չի։ Լուրջ չմտածեք։ Հայրենասերի էտալոն չի, այս խոսակցությունն է կարևորը։ Այսինքն դու սուսմանա, դու հայրենասեր ես, դու բան չես հասկանում գործից։ Դա Ադրբեջանն է։ Ու մենք տալու ենք։ Հետո շուռ եկավ, Լապշինին ասեց, իմ մամուլի խոսնակը Վլադիմիր Կարապետյանը ասեց, իմ անունից քեզ բան կասի, լավ կլինի ուշադիր լինես եւ անես այն, ինչ ինքը ասում է։ Լապշինը եւ Վլադիմիր Կարապետյանը առանձնացան։ 1 մետր հեռավորության վրա խոսում են։ Այդ ընթացքում լսում եմ Լապշինի, դե որ մենք զրուցում ենք, ես կիսատ պրատ ինչ որ բաներ ականջի պոչով լսում եմ։ Վլադիմիր Կարապետյանը Լապշինին ասում է, որ մի քանի հազար զոհ տանք, լավ էլ կհամաձայնենք։ Բայց դա չեմ հասկանում ինչի մասին է խոսքը։ Հետո Լապշինը գալիս է, երբ որ ես վարչապետից հեռանում եմ։ Հիշում եք ով է Վլադիմիր Կարապետյանը։ Այո։ Ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակներ։ Իր օֆիսի ներկայացուցիչներ, որը սահուն դարձավ Փաշինյան Նիկոլի խոսնակը։ Այդքան վստահությունն էր։ Այսինքն, այն ինչ որ կատարվել է, այդ մի քանի հազար զոհ տալու պայմանավորվածությունը, այդ տրամաբանությունը, որ տանենք ընդ կոտորենք, սպանենք, կոչ անենք գնան մեռնելու, մենք էլ օժանդակենք, որ սպանվեն այդ երեխեքը,
որ դուք ստիպված համաձայնվեք այդ հողերը տալու, երկիրը դատարկելու։ Ուզում ասեմ, ես ամեն ինչի գլխին քաբոդի նման նստած ա եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, ու այնքան ազատ է այս ամեն ինչի մասին խոսացվել, որ ոչ մի կասկած իրենք չեն ունեցել, որ մեկը կարող է խանգարի, որովհետև ով որ պոտենցիալ կարող է խանգարել, արդեն ամեն ինչ իրենց գրպանն էր, թե նախկին նախագահները, թե նախկին նախագահների ենթարկվող ուժայինները, ոստիկանություն, քննչական, ամեն ինչ իրանցն է, ու դες հանգիստ իրանք ասեցին ու արեցին են ինչ որ ուզում են, բայց միևնույն ժամանակ ժողովրդին դրսում ուրիշ բան էին ասում, լրիվ ուրիշ բան, մի հատ հուլիսյան պատերազմի մի քանի օրվա համար 70 մարտական խաչ բաժանեցին, 70, մինչդեռ որոշված է, դա բան էր էլի, разведка с боем, տեսնենք ոնց են աշխատում այդ դրոնները, մարդկանց արձագանքը ոնց է, ասենք արա մենք սես կանգնացեք խնդիր չկա ու լցնենք սպանելու դրոնների տակ, ու 44 օր մեզ ասեն հաղթենք, այ ինչպես հուլիսին էինք հաղթում, հիմա էլ ենք հաղթում, ով էր կասկածում, որ դες բավարար չլինի, չէ՞ ընդհանրապես մեկ ամիս առաջ այդ փորձը եղավ, 2 ամիս առաջ։ Մի քանի րոպե հետո Լապշինն է գալիս, միասին վերադառնում ենք Երևան, դա գավառում էր։ Իմ մեքենայով վերադառնում ենք Երևան։ Ճանապարհին ինձ ասում է, գիտես, հիշեցնում եմ, դա 19 թվականի մայիսի 11-ին էր։ Ասում է, դուք շուտով պատերազմով Արցախը հանձնելու եք Ադրբեջանին։ Ասում եմ, այսինքն։ Դե ասում է Լապշին, Վովան, Վլադիմիր Կարապետյանն ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ես դիմել եւ այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գնալու ենք նոր մեր ինչն ենք փոխում, օրիենտացիան փոխում ենք, իր բառերն է, օրիենտացիան փոխում ենք եւ մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամության ճանապարհով ենք գնում, ասում եմ, ես հարցնում եմ ո՞նց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չեք կարող այդ ճանապարհով գնալ։ Ինձ ասեց, իսկ ով է ասում, որ չենք տալու։ Հարցնում եմ, բայց ո՞նց եք տալու։ Բանակը չի տա, ժողովուրդը չի տա, ասում է, ժողովուրդը մի քանի հազար զոհվոր տա, լավ էլ կտա։ Քարոզիա պատերազմը ինչի չկարողացան իրականացնել, որովհետև չկարողացան ապահովել այն աստիճանի զոհ, քանակության զոհ, որ երեխեքը դիմադրեցին։ 100 քանի զոհ եղավ, 100-ի մոտ 100 կամ 110, հա, եւ Ադրբեջանը չկարողացավ ուղղակի անել այն ինչ որ պետք է անել, որտեղ երեխեքից հավաքել էին ամեն ինչ։ Զենք, զինամթերք, օգնություն չհասավ, արա, բայց դե երեխեքը ինչ կար ձեռների տակ, անհնարին արեցին ու կասեցեցին։ Հետո հասկացան, չէ, սենց չի լինում։ Զոհ է պետք, քանակություն է պետք։ Եվ արդեն մասշտաբային սա պետք է լինի։ Այ որ տա, խելոք, այ որ զոհերը լինի քանակով շատ, խելոք կտա։ Ոչ մի կասկած իրանց մոտ։ Ո՞նց եմ ասում, ամբողջ ուժայինները Սերժի ձեռքի տակ էին։ Ռոբիկն էլ պակասազդեցություն չուներ։ Ես հիշեցնեմ, որ ամբողջ ընթացքում իրենք Արցախում էին, վերահսկում էին process-ը, որ հանկարծ ոչ մի բան ու այլ ուղղությամբ չգնա, կարողանան անել այդ ամեն ինչը։ Այդ աստիճան վստահ են եղել ու ազատ իրենց գործողությունների մեջ։ Դա ես լսել էի։ Եվ Լապշինին կոչ էր արել գնալ Հայաստանից կամ դադարեցնել Ադրբեջանի Թուրքիայի դեմ խոսել, որովհետև դա խանգարում է մեր պետական քաղաքականությանը։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանն ասում էր Ալիևը շատ կիրթ, խելացի մարդ է, հետո Ադրբեջանի հետ որոշակի հետ համատեղ ծրագրեր։ Իդեպ ասեմ, իմ տեղեկություններով նույն Վլադիմիր Կարապետյանի կինը պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում Կիևում զբաղված էր Նիկոլի եւ Ալիևի ուղիղ կապը ապահովելով։ Ես Որովհետև Վլադիմիր Կարապետյանին ուղարկեցին Ուկրաինա։ Որպես դեսպան։ Հա։ Այսպիսի բան էր։ Ոչ մեկի համար այստեղ երևի նոր բան չկար, մեծ հաշվով, որովհետև սա ընդհանրապես
այդ մեծ puzzle-ի փոքրիկ դետալներն են լրացվում։ Ընդամենը փոքրիկ, ցենց, այն ոսես նայում ես խավարը, ընդհանուր պատկերը տեսնում ես, հետո որ zoom-in zoom-out ես անում, ոնց էս ինքս ավելի մանր դետալներ են վալի, բայց ընդհանուր պատկերը པարզ է։ Հիմա այս փաստը այդ ընդհանուր պատկերի մեջ այդ փոքրիկ դետալներն են ավելանում, ոնց ֆոկուսի գա նկարը։ Մեծ վստահ եմ, մի օր այս շիվաղին հողին հանձնելուց հետո կամ բանտը գցելուց հետո մենք այնքան բաներ ենք իմանալու, որ այդ պատկերը շշմեցուցիչ բարձրություն ունենալու, sense մանրակրկիտ իմանալու ենք մենք ամեն ինչի մասին։ Կան այդ մարդիկ, կան զոր բոլորին չեն ասել սպանել։ Կան, ողջ են։ Ես ուզում եմ Լիանա Թոքմաջյանի լսեմ։ Woman Albert իմ կոմենտներում բազմակի անգամ գրում է. Մտի մեսենջերը կարդա, շատ կարևոր բան եմ գրել։ Ու տեսնելով, որ ես մեսենջերը չեմ նայում, իրապես ժամանակ չունեմ ես մեսենջերը նայելու, սկսում եմ զանգել մեսենջերը։ Ես տեսնելով, որ շատ անգամներ զանգ ա եկել, կարծում եմ, որ ինչ-որ շտապ բան ա պատահել, բացում եմ հաղորդագրությունները ու այսպիսի մի նամակ եմ կարդում։ Դու բժիշկ ես աշխատում Գերմանիայում, որտեղ շատ թուրքեր ու ադրբեջանցիներ կան, ու հավանաբար դու թուրք ու ադրբեջանցի հիվանդներ ունեցել ես, ու միթե դու իրանց բոլորին սպանել ես, քանի որ դու այդպիսի ատելություն ունես, իրանց նկատմամբ պիտի որ դու դրանց սպանած լինեիր, կամ սպանում ես վիրահատական սեղանին, այնպես ես անում, որ չզարթնեն։ Կամ միթե դու թուրքերի ադրբեջանցիների հետ չես շփվում, հավանաբար դու թուրք հարևաններ ունես, որոնց հետ շատ լավ հարաբերվում ես, կամ միթե դու թուրքական ապրանքներ չես գնում, միթե դու թուրքական խանութներից չես օգտվում, միթե դու թուրքական ռեստորան չես հաճախում, միթե դու չես գնում Թուրքիա հանգստանալու։ Ու այսպիսի մեղադրանք ա հնչեցնում, դուք դրսում ապրողները բոլորը դեռ թուրքերի ադրբեջանցիների հետ շատ լավ ընկերություն եք անում, հարաբերվում եք, բայց մեզ հայաստանաբնակներից կոչ եք անում թուրքերի ադրբեջանցիների հետ թշնամանալ, չհարաբերվել, չբարեկամանալ։ Ես այս տխմարությանը ընդհանրապես չէի պատասխանի, եթե սա լիներ միակ դեպքը։ Այսպիսի բաներ ես էլի եմ կարդացել, ու չգիտես ինչի ինձ են հասցեագրում, իմանալով հանդերձ, որ Գերմանիայում շատ թուրքեր են ապրում, բայց սրանք չեն հասկանում, որ իրանց փչացածության աստիճանով կամ իրանց պղծության աստիճանով պետք չի ուրիշներին չափել։ Ես բոլորիդ պատասխանեմ ընդհանրացված։ Ոչ, ես թուրք-ադրբեջանցի պացիենտներին չեմ սպանել, չեմ սպանում եւ չեմ պատրաստվում սպանել։ Ինչու՞։ Որովհետեւ ես հայկի ցեղից եմ։ Ես հայ եմ։ Ես Սաֆարովեչ եմ։ Եթե իմ հայրենիքին եւ իմ ազգին անհրաժեշտություն լինի, որ ինչ որ մեկին ես սպանեմ, ես կսպանեմ Թեհլերյանի նման։ Ես Հասկանում եք, տղամարդ է գրողերը։ Իրա պատասխանում հայկինը։ Հայկինն է իրան պատասխանում, էլի տղամարդ է, սերով։ Բնականաբար այդ տեքստը գրողը չէր կարող տղամարդ լինել։ Այդ տեքստը գրողը չէր կարող կինել լինել, դա սեր չունեն։ Դրանք անսեր գոյացություններ են։ Անսեր։ Իսկ պատասխանողը, այս պատասխանողը ինքը հայկի ցեղից է, ինքը Սաֆարովը չի արա։ Կինը։ Այդ դրան բառը նժդեին ասում։ Ազգի ապագան մանեկեք մայրերի ձեռքերի մեջ։ Լիանա ջան, գրքում եմ։ Ման չեմ սպանի։ Ոչ, ես թուրքերի ադրբեջանցիների հետ չեմ շփվում եւ ոչինչ չկա այս աշխարհում, որ ինձ տիպի դա անել։ Մի ցեղատեսակի հետ, որոնք կոտորել են իմ նախնիներին կամ իմ եղբայրներին մորթազերծ են արել, չեն զղջացել ու անգամ ներողություն չեն խնդրել։ Ես նրանց հետ շփվելու ոչինչ չունեմ։ Ոչ մի բան չի կարա ինձ տիպի դա անել։ Ոչ, ես թուրքական ապրանքներ չեմ գնում եւ ես չեմ ալարում, նայել որտեղ է արտադրված տվյալ իրը, քանի որ իմ արդար քրտինքով աշխատած գումարը ես չեմ ցանկանում տալ այն ցեղատեսակներին, որոնք փամփուշտ են գնելու եւ թեկուզ իմ չնչին գումարով մեկ փամփուշտ են գնելու ուղեն դեպի իմ հայրենակիցները։ Ոչ, ես Թուրքիա չեմ գնացել, չեմ գնալու ու չեմ գնում։ Ինչու, որովհետեւ այսօրվա Թուրքիան դա իմ արևմտյան Հայաստանն է, իմ պապերի, իմ ժառանգությունն է։ Քանի որ ակուպացված է թուրքերի ու քրդերի կողմից, ես այնտեղ անելու բան չունեմ։ Ես այն հողի վրա, այդ հողի վրա ոտ կդնեմ որպես ժառանգորդ, որպես տեր եւ տիրակալ։ Ոչ թե կգնամ Անի, Մուշ, Վան, որտեղից որ իմ նախնիներն են իհարկե, բայց գնամ այնտեղ տեսնեմ որտեղ են մորթազերծ արել իմ նախնիներին ու այնտեղ մղկտամ ու տեսնեմ որ թուրքերն ու քրդերն են վայելում այդ հողերը։ Չեմ պատրաստվում դա անել։ Ես այնտեղ ոտ կդնեմ միայն որպես տեր, որպես ժառանգորդ։ Ասեմ ավելի, ես Թուրքիայով ոչ միտեղ չեմ թռել։ Երբևիցե իմ ոտքը այդ պետություն կոչվածի մեջ չի մտել։ Եվ եթե անգամ ինձ ֆիզիկապես վերցնեք տեղափոխեք մեկ այլ մոլորակ։ Ես ծնվել եմ հայի գեներով, մաքուր հայի գեներով։ Եվ ես ուր էլ ապրեմ, միևնույնն է հայ եմ ապրելու։ Մի անգամ եմ ապրում եւ մաքուր եմ ծնվել, մաքուր եմ ապրում եւ մաքուր էլ կմեռնեմ։
Դուք ձեր բայրի պիղծ ցեղատեսակի հետ մի համեմատեք ինձ։ Պատկերացնում եք մեր բոլոր հայ կանայք այս աստիճանի սկզբունքային լինեին։ Պարզ անարատ մարդուր ու համարեին հայկի ցեղից իրենց։ Ես այս պատասխանը չէի սպասում, ասենց հայկի ցեղից։ Իմ մտքով չեր անցնել։ Ինչի՞ սենց հայկի ցեղից, որտեղ հայկի ցեղը Սաֆարովի ցեղից հենց դրանով է տարբերում։ Դավիթ ասում էր, ով քնած արթուն կացեք, ով արթունը ձի հեսեցեք, հա։ Հետո չասեք Դավիթը գողգող եկավ, ձեզ սատկացեց գնաց։ Հա։ Դա մեր ազգային կանիշն է։ Իսկ այն ապազգային անսեռ ոչնչությունը կասի ինչա դուք թուրքական ապրանք չեք գնում, ինչա թուրքական ռեստորան չեք գնում, Թուրքիա չեք գնում հանգստանալու։ Ես էլ իմ մասով ասա, չէ, անասուն։ Եթե դու հասկանայի ինչքան անասուն ես դու այդ հարցերը չես տա։ Չէ, արա։ Ես առնում եմ ինչ որ պետք է, եթե մտնում եք մեծ խանութ, նախ թուրքական խանութ կատեգորիկ սուպերմարկետ չենք մտնում, թուրքական ոչ մի ռեստորան, ոչ մի սննդի օբյեկտ կատեգորիկ չենք մտնում, Թուրքիա երբևէ հանգստանալու չեն գնացել, բայց նույնիսկ մեծ խանութներից առևտուր անելուց հետո, երբ որ ես ուշադիր նայում եմ, ինձանից հետո մի հատ կինս ա նայում, որտեղ ես մի անգամ վրիպել եմ սալոնչիր եմ արել, որը գրված էր, որ ներմուծված է ամերիկյան ինչ որ ընկերության կողմից։ Ես Ամերիկա որ տեսա, մտածեցի, բայց չէի տեսել, որ դա ներմուծված է, բայց Թուրքիայից է ներմուծված։ Այդ էլ գնաց աղբամանա, սա վրա չի։ Հա, այդ ինձանից հետո մի հատ էլ ստուգող կա։ Ես էլ ստուգող ունեմ, չմտածեմ։ Հա, որ հանկարծ թուրքական ոչ մի բան չմտնի մեր տուն։ Բայց դա այն որ ոչ սերունի, ոչ հայրենիք, ոչ գիտի հայկի ցեղը, Սաֆարովի ցեղից ինչով է տարբերվում, ինչ իմանաս նրանից։ Ու այդ դրանց ոնց ինչ կարաս ասես, արա այդ թուրքերը, որ նույնիսկ Թրամփի աշխատակազմում են աշխատում, այն Օզը, դոկտոր Օզը, հա, որ համ Թուրքիայի քաղաքացի համ Էրդողանի ընկերն է, համ Թրամփի ընկերն է, Թրամփի աշխատակազմում է աշխատում, որպես առողջապահության եւ այս ապահովագրության այս հանձնաժողովի նախագահ, ինքը ընկել է Լոս Անջելեսում հայերի հետևից, որ հայերին այնտեղ բանկրոտ սարքի, հայերի բիզնեսները փակի։ Հայը իրանց համար մենակ Հայաստանով չի վերջանում։ Իրանք մենակ Հայաստանի հային չեն ուզում ոչնչացածել են։ Իրանց հանգիստ չի տալի նույնիսկ Լոս Անջելեսում ապրող հայերը։ Իսկ մեր հայերը այնտեղ գործ են քրական նախապատրաստել դիմում կա, ես էլ դա մասին խոսացել եմ։ Ինչ եմ ուզում ասեմ, այդ տխմարներ, երբ որ դուք ընկել եք իրանց ոտքերը, որ ողջունություն ստանաք, իրանք ձեր հետևից գալու են աշխարհի որտեղն էլ դուք լինեք, ու դա ցույց են տալի ամեն օր, բայց դա կհասկանա մարդը, արժանապատվություն ունեցող մարդը, խոսքա չի ասում, առյուծը, էական չի, եկտևորից։ Եթե դա առյուծ է, եթե առյուծ չի, ոչ եկա, ոչ էլ ворց։ Ոքի անասուն է։ Գնանք առաջ։ Դե ոչ մեկ չէ կասկածում, որ այս պիղծերը հանկարծ կարող է կաթողիկոսին հրավիրեին առաջին նիստին։ Ոչ, չի լինելու։ Ու ասեմ ավելին, ոչ մի դեռ արձագանք չկա Եվրոպայից, ոչ մի կառույցից, ոչ մի կրոնական կառույցից, որոնք հազարատ կառույցներ կան, որոնք ապահովում են կրոնական փոքրամասնությունների անձեռնմխելիությունը եւ այլն։ Իրեք չկան կառույցներ կա։ Ոչ մի արձագանք չկա Եվրոմիության քարտուղարի այն խոսքից, որ ինքը կօգնի Փաշինյան Նիկոլին վերացնել քրիստոնեությունը եւ գահանքեց ամեն կաթողիկոսին։ Նույնիսկ եթե դա պրանկ էր, դա կատակ էր, բայց ինքը ոչ չգիտեր որ կատակ է։ Չէ, ինքը դա ասել ամենայն լրջությամբ։ Ոչ մի արձագանք չկա։ Ձորում արձագանք չկա նաեւ Հայաստանից։ Ոչ մի իրավապահ չէ, կներեք, մարդու իրավունքների պաշտպանության, այդպես բաներ կան, չէ՞, մեր մոտ գրանտակերների մի ոհմակ կա։ Իոնիսյան, Սաքունց, շատ են, չէ։ Ոչ մեկի կողմից ոչ մի ձայն չեղավ, բողոք։
Իմջելոց այդ Եվրոպա վազող կուսակցություններից էլ ոչ մի բան չկա։ Այն որ Եվրոպան որպես մեզ էտալոն են փորձում մատուցել, դրանցից էլ ոչ մի ձայն չկա։ Ով Եվրոպան են էլ այսօրվա այս քաղաքական իրավիճակում դեռ շարունակում է որպես էտալոն մատուցել, նական քաղաքական իմաստով անմերսունակ է, տգետ անմերսունակ, ինքը չի հասկանում ինչ է կատարում, կամ ուղղակի վարձ կա։ Որովհետև նույն բանը ասել ինչ մեկ տարի առաջ ակտուալ էր, որովհետև այսքան կեղտ ջրերը չէր դուրս եկել, կրկնել նույն վստահությամբ հիմա, դա քաղաքականապես պետք է լիներ կատարյալ անմերսունակ։ Չնկատել ես ամեն ինչ, էլի որ նույնիսկ Եվրոպայի քարտուղարն է պատրաստ կաթողիկոս գահընկեց անել եւ օգնել Նիկոլի կենոնափոխության, այդտեղ բառ կար։ Մինյաց ռելիգիո ռուսերեն։ Հիշեցնեմ թարգմանությունից ես։ Ամեն ինչ իր տեղն ունի, թալանը նույնպես։ Պարզվում է այդ խոշոր գումարը, որ գնաց, չգիտես ինչի, Զանգեզուրի մոլիբդենային գործանից դեպի Իմ քայլը հիմնադրամ, դա փաստորեն մեկ անգամյա նվիրատություն չի, եւ ընդհանրապես արդեն 8 տարի է Սաշիկ 2 Աննա Հակոբյանը բոլոր գործարարներին դրած ֆիքսած հարկ ունի։ Պլյուս ըստ ցանկության, եթե պետք է մի հատ էլ տղամարդկանց կհավաքի, ամենի մուտքը մի 10 միլիոն, 20 միլիոն դրամ ապահովելով, կգան կմուծեն խելոք, որ կարողանան շարունակել աշխատել։ Սա ինչի անդրադարձ է, այսօր մի հատ բան էի լսում, հարցազրույց մեկը զանգե հեռախոսով, զանգել էր կաղավար, իմ մոտ չէր, եւ խոսած թալանի մասին, խոսելով նախկին նախագահների թալանին, ասես դե չգիտենք Նիկոլի մասին ոչ մի բան չգիտեք, ուզում ասի դուք չգիտեք, որովհետև տգետ եք, անտեղյակ, թե չգիտեք, որովհետև դուք չեք ուզում իմանալ ամեն գնով։ Կարող եք գիտեք այդ Իմ քայլը հիմնադրամը ձեր պետության բյուջեն է, որ այդքան հարկային արտոնությունների դիմաց այդքան փող է փոխանցում։ Դուք լուրջ այդ կարգի տգետ եք, թե ուղղակի, չգիտեմ, քաղաքական իմաստով անմերսում եք։ Այսինքն դուք ո՞նց եք պատկերացնում կոռուպցիան ուրիշ ձև բա։ Ո՞նց։ Պետք է անպայման այդ փողը բերվի, ճամպրուկով դրվի ինձ, որ դուք հասկանաք էսի կաշառքեր։ Մասնավորապես Երևանին ապրողներին հիշացնեմ, որ ծանր օրեր է սպասում, երևանցիներ ջան ձեզ։ Ծանր, այս տարի գույքը հայտը կրկնակի թանկացել է։ Ինչպես անցած տարի էլ կրկնակի թանկացել, ինչպես մյուս տարի է կրկնակի թանկանալու, միջև դուք ձեր տները չկարողանաք նույնիսկ բարձրով տալ ու ոչ էլ վաճառել։ Նայեք։ Ինչի համար են հավաքում այդ գումարը, մի հատ հասկանամ, էլի։ Օրինակ, որ ինչ անեն։ Խորհում են ինչի համար են հավաքում։ Նայեք, էսի իրանք պետք է վերանորոգեն։ Ասեմ ինչի, որտեղ ընդեմ վերևից այդ լիվնյովկայի խողովակը ծաղկափդրածային ինչ չգիտեմ, Սա համար գույքը հարկ են հավաքում։ Չէ՞ որ այդ գույքը հարկը տալիս են մենակ այդ քառակուսի մետրի չի։ Գույքը պաշտպանելու, անհրաժեշտ ծախսերը իրականացնելու, հա, տարածքը բարեկարգելու, ապահով սարքելու, դրա համար է այդ փողը։ Բայց չէ, այսի հարկ, նալոգ դրված, դու վճարում ես գնում է իրանց գրպանը, դիմաց իրանք ես, ոչ մի բան պարտավոր չեն անել։ Ընդ որում, այդ գույքահարկն էլ հաշված չէ, դու ինչքան եկամուտ ունես, կարող ես վճարել, թե չէ, իրանց այդքան է փողը պետք։ Այդքան է փողը պետք։ Տարին կրկնակի բարձրացնում։ Միջև դու չկարողանաս քո տան մեջ նույնիսկ դու ապրես։ Դե ընտրեք Նիկոլ Փաշինյան։ Մեկ արդեն Մեն Հասան Արինջ մոլ։ ոստիկանության գվարդիայի փակել 10 րոպե ռայցան կոտակի մարզի գումարտակից Մեն Արինջ մոլն են փակել են ամեն ինչ։ Ինչ որ կապված է ծաղկության գագու հետ։ Այն էլ ինչ որ չեն փակել, ինքնաբերաբար է փակվել։ Դրա վրա էլ իրանք թքած ունենան, որովհետև կրկնեմ նորից։ Երբ որ ժողովուրդը տնտեսապես մի քիչ կայուն է եւ անկախ,
նա սկսում է այլ բաներ պահանջել։ Նիկոլի նման ճիվաղի համար դա գլխացավանք է։ Իրան պետքա հուսալքված, աղքատ, սեփական հոսանքի փողը ունակ չլինելու վճարելու մարդիկ, որ կամ թողեն գնա, կամ էլ ուղղակի իրաց միակ մտածմունքը լինի, թե ինչպես այդ հարցերը լուծեն։ Որ հանկարծ ոչ մի քաղաքական, հայրենասիրական, ոչ մի տեսակի պահանջ չլինի։ Իսկ վերջում երկիրը ինչ վիճակում կհատնվի, ասենք մոտավորապես արդեն 17,000 գործազուրկ ունենալու պարագայում, այդ 17,000 ընտանիքները ո՞նց են ապրելու։ Էլ ինքը թքած ունեն իրավը։ Ու դա երբեք իր հոգսը չի եղել։ Այ հիմա երևի իրանք մյուս բանն են խոսում, այլ որ աշխատանք չունենան, լավ էլ կգնան։ Այն որ ասում են, որ մի քանի հազար զոհ տան լավ էլ կտան, այլ հիմա մտածում են Հայաստանը ոնց դատարկեն, ասում են, այ որ աշխատանք չունենան, լավ էլ կգնան։ Վստահ մոտավորապես այսպիսի մի բանաձևի շուրջ իրանք աշխատում են Հայաստանը դատարկելու համար։ Որտեվ Հայաստանը հասկացեք, դժվար է հանձնել, երբ որ մոտավորապես 2.5-3 միլիոն մարդ ապրում։ Այլ որ մի մասը գնա, մյուս մասն էլ ուղղակի հասկանա, որ դատարկվում է։ Փող չկա շրջանառության մեջ, փող։ Պլյուս երեխաների բուժօգնությունը այլևս անվճար չի, ապահովագրությունը այլևս չի աշխատում։ Ես ուղղակի կարդացի, գցեցի մի կողմ մեթոդվածները, չգիտեմ ինչի չեմ պահել, բայց դե գիտեք որ տենց է։ Վերջացավ հեքիաթը։ Հեքիաթը որ բանը հորինված էր անգրագետներից ձայներ կորզելու համար, վերջացավ։ Ինչպես որ ասում էի, որ վերջանալու է, դրա համար չկա բյուջե նախատեսված։ Բայց ուղեղ ունեցողը դա կարող էր ընկալել, ուղեղ չունեցողը մի բան է մենակ ուզում, մենակ մի բան։ Հավատա նրան, այն ինչ որ ինքն է ուզում հավատա։ Ամեն գնով, եթե դա նույնիսկ իրականությունից 1000 կիլոմետր հեռու է։ Այգեգործության մեջ ես մի հատ բան եմ կարդացել։ Սպանեց։ Ես մտածում էի, ինչ աճացնել այսքան տեղը, Google էի անում, ասեց, եթե ուզում եք այս տարածքում, ասենք, անանուխ աճի, նա, անանուխ, ունեն պետքա ցանեք անանուխ, թե չեք աճի այն ինչ որ սերմ կա մեջը։ Միանգամից քաղաքական ենթատեքստ ստացած մոտ։ Ես ինչ նայում եմ քաղաքականը դուրս գալի։ Այո, երբ որ դաշտը դատարկ կա, կաճի այն ինչ որ դու ցանել ես։ Եթե դու չես ցանում ոչ մի բան, կաճի այն ինչ որ կա։ Իսկ այդ դաշտը ոչ միայն դատարկ չի, մեդիա դաշտը, ցանվում է թույն, ցանվում է տգիտություն, ցանվում է այլասերվածություն, ցանվում է անհայրենիքություն, ցանվում է ամենակեղտոտ վարք ու բարքերը, ամենակեղտոտ լեքսիկոնով, եւ դու այդ տարածքում լավ բան չես կարող գտնել, որովհետեւ այդ խոպան հողի վրա, իսկ վստահ եղեք, մեդիա դաշտում 6 ամիս շարունակ ինչ կրկնեն դառնում է պարտադիր հասանելի բոլորին ու պարտադիր կրկնում են բոլորը նույն բանը։ Ընդհանրապես դրա համար 6 ամիս է պետք։ NLP-ի մասնագետները ձեզ դա կհաստատեն։ NLP-ն դա Neuro-Linguistic Programming-ի մասնագետներն են, որովհետև մարդու ուղեղի ենթագիտակցության մեջ 6 ամիս անընդհատ որ ինքը նույն բանը կրկնում է, մաքսիմում դա 24-ից 6 ամիս է։ Ներողություն, 24 օրից մինչև 6 ամիս։ Նայած մարդը ինչ հաճախականությամբ այդ ինֆորմացիան կլսի, վերջ, 6 ամիս հետո բոլորը հայ Նիկոլ են գոռալու։ Ինչպես են գոռում հայ Հիտլեր, 6 ամիս հետո բոլորը հայ Նիկոլ կգոռան, եթե այդ քարոզվի ընդամենը 6 ամիս։ 10% մաքսիմում կարող է դիմադրել, 90% կրկնել են։ Եվ այդ բանը ոչ կարծացի ասիրա։ Լրի քաղաքական է։ Մեր դաշտը ոչ միայն խոպան չի, այլ լցվում է թույնով։ Դե արի իմ նման կամ Լիանայի նման մարդիկ ինչքան խոսաս, ինչքան աշխատանք տանես, որ այդ հսկայական մեդիա տարածքում դու կարողանաս մի բան փոխես։ Բայց դե դա բայց ապավինում եմ ձեր օգնությանը։ Դուք պետք է տարածեք այն մարդկանց, որոնք տեսնում եք, լսում եք, հասկանում եք, որոնց ես եմ տարածում, չէ՞ որ ես այս մարդկանց տարածում եմ։ Ես ուզում եմ իրենց օգնել, որ իրենց խոսքներն ավելի շատ հասանելի են մարդկանց, որտեղ ես գնահատում եմ, հասկանում եմ սրա կարևորությունը։ Թե չէ ինչ իմաստ ունի, ասենք մի, չգիտեմ,
հաղորդավարական մի վերլուծող, ուրիշ վերլուծողին տարածի։ Սա օգնելու համար է, որ գաղափարը գնա հասնի դեռ։ Որտեւ այդ մարդիկ դրա կարիքն ունեն։ Ես այդ ձեր կարիքն ունեմ։ Ձեր կարիքն ունենք, մեր ժողովուրդը ձեր կարիք ունի։ Եթե իհարկե համարում եք, որ սա անհրաժեշտ է, սա պետք է, կարևոր է։ Հիշում եք երեկվային այլանդակությունը այս տեսարանները։ Դավաճանների լրատվականն է, թե չէ, հարցնում եմ ասում։ Հողատունները։ Հողատուն ով է։ Չգիտես ով է։ Ով է, քեզ եմ հարց։ Ինձ մի հարցրու դու, լավ։ Բան եմ խոսում, շարունակի գնա ուրիշին հարցրու։ Պրոբլեմը է։ Քեզի հարց չտվեցի։ Դու ես պրոբլեմը անգալի ոնց։ Ես քեզի պրոբլեմ չստեղծեմ։ Ու պրոբլեմ ստեղծեց։ Ասեց որ այսօր տղեն արդեն բանը, բերման է ենթարկել։ Այս տղեն իր համար հանգիստ ձմերուկ էր վաճառում։ Եկավ անառակի զավակը։ Դուրս անառակի զավակ։ Եկավ։ Սուս պրոբլեմ է, սուս պրոբլեմ կստեղծեմ։ Փաստորեն սա կարա մտնի, ում պետք է իր համար պրոբլեմ ստեղծի, զանգի ու վաղը կամ բերման ենթարկել։ Հա Նիկոլի ծնունդն էր։ Նիկոլի ծնունդ որ ասում են բոլոր նրանք են նաև որ Նիկոլին են ընտրել։ Իսկ այս պարագային վերաբերվում է այս մուսորներին, որ գնացել են ըստու հետևից։ Հա, հարցը սենց է դրված արդեն։ Այսինքն այս անբարոյականի լակոտը ինքը կարա ֆրա, այսօր էլ բանը փետակ էր գնացել, փետակի տերերին էր բան ասում։ Սա չի հասկանում, որ իա մի օր սատկացնելու են այդ կանալիզացիայում շպրտեն գնա։ Իրան լուրջ մեկը գարանտիա է տվել, որ Հայաստանում ինքը կարա բեսպրիձել ինչ ուզենա անի, ինչ ուզենա խոսա։ Ասում, սա նմաններին, որպես կանոն, պատահական, լրի պատահական, իրան էլ փոխանցեք։ Արա քեզ այս ձմերուկները որ դրել են թևի տակ, ասել են, դու պրոբլեմ չունես, ինչ ուզես կարաս խոսաս, որտեղ Նիկոլը կանգնած է մեջքիդ։ Հա, այս Նիկոլը մեջքիդ է կանգնած։ Վաղը կանգնած է լինելու տապանակալիտ վրեն։ Դու ես ինչ ես անում։ Դու քեզ ինչի տեղ ես դրել։ Այսօր պետակի տերերի դեմքին էր թռեք, Քոչարյան Ռոբերտի, վաղը ես չգիտեմ ելում։ Սան ասեք այդ տղա, որ գլուխդ պողպատից չի։ Ու ամենասոսկալին գիտեք որն է, որ սրա զանգերի ընթացքա տալի այդ մարդիկ, որոնք չեմ ուզում սանց անունը, այդ մարդիկ, որոնք բերման են ենթարկել այս ձմերուկ վաճառողը։ Հասկացաք ինչ եք վերածվել երկիրը, Նիկոլ ընտրողներ։ Հասկացաք։ Վաղ իրանք ձեր հետևից են գալու։ Որովհետև կարող է ձեր երեխեն ձեր նման չլինի։ Կարող է ձեր բարեկամը ձեր նման չլինի, ձեր հարազատ մարդը ձեր նման չլինի։ Ու մեկ էլ ես գնա ռասկա սրա։ Դուք չեք պատկերացնում ձեզ ինչա սպառնում, ինչա սպասվում, չեք պատկերացնում, հա։ Որ կանալիզացիայում ծածկված, պահկված լինեք, ձեզ գտնելու եք, որտեղ չկա տեղ, որ դու կարողանաք պահկվեք վաղը։ Դե հիմա շարունակեք ձեր գործունեությունը։ Մինչև կհանդիպենք։ Այսուհետ հնարավոր կլինի Հայաստանում նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերել առանց ֆիզիկապես երկրում գտնվելու, այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ որոշել են պարզեցնել ընթացակարգը եւ եթե ներկայում անշարժ գույք ձեռք բերողները պարտավոր էին գտնվել Հայաստանի Հանրապետությունում եւ ֆիզիկապես այցելել նոտարին կամ որևէ անձի լիազորագիր տրամադրել գույքը ձեռք բերելու համար, ապա հիմա կոմիտեի էլեկտրոնային հարթակում ստեղծվել է հատուկ ձևանմուշ, որը լրացնելուց հետո գնման գործընթացը կարող է լինել հեռահար։ Մեր էլեկտրոնային համակարգում կներդրվի ձևանմուշ, որը հնարավորություն կտա, որպեսզի հիպոթեկային վարկի առկայության պարագայում հեռահար գնորդը, վաճառողը եւ բանկը էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գնացման համար։ Արդյունքում կառուցապատողի սեփականության իրավունքը կփոխանցվի հիպոթեկային վարկավորմամբ ձեռք բերողին, որը կարող է պայմանագիրը վավերացնել թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, մանրամասնել է Թովմասյանը։ Ըստ նրա, քանի որ բանկը հիպոթեկային վարկը տրամադրելիս ստուգում է գնորդի բոլոր անհրաժեշտ պարամետրերը, ֆինանսական միջոցները, հիպոթեկային վարկի սպասարկման
ձեռքբերման նրա բոլոր հնարավորություններն ու կարողություններն, ապա այս նոր համակարգով հնարավոր է դառնում առանց նոտարական վավերացման կամ լիազորագրի տրամադրման եռակողմ պայմանագիրն էլեկտրոնային համակարգում կնքելուց հետո բանկի կողմից այն ներկայացնել իրավունքի պետական գրանցման եւ Հայաստանի Հանրապետությունում հեռահար ձեռք բերել նոր կառուցվող շենքից անշարժ գույք։ Եվ թուրքերը էլ կարիք չեն ունենական Հայաստան, հետո էլ մեկներ տեսնի Թուրքա, հետո էլ մեկներ նոտարը պարզի, որ այդ թուրքական անձնագիրը կամ ադրբեջանական, չէ, հերվից, օնլայն, ոչ մեկ այդ մասին չի իմանում։ Մեկ էլ մի օր Նիկոլ ընտրողները դուռները կբացեն, տեսնեն հարևանը Թուրքա, welcome, welcome։ Սաֆարովները հանգիստ արդեն Հայաստանի քաղաքացի սեփականություն ունեցող վկայականով։ Կասկածեք, վաղը նույն ձևյանել են քաղաքացիություն ստանալը, բա մարդը տունը առե, հետո կասեն, թե մարդը տուն ունի քաղաքացի Կազախստան։ Մեկ էլ դուռը բացելու է, տեսնեք Սաֆարովի հարևանն եք դուք։ Հետո պետք է մտածեք ձեր երեխեքին ո՞նց եք փրկելու։ Ձեր աղջիկ երեխեն ո՞նց կարա տուն գա մենակ, կամ ձեր երեխեն դուրս ա եկել խաղալու փողոցում։ Բա նա ճակատագիրը ո՞նց ա լինելու։ Բա ուզում եք համ Նիկոլ ընտրեք, համ էս ամեն ինչը չլինի։ Ես չեմ ուզում ավելի առաջ ընկնեմ, թե սրանք էլ ինչ են պատրաստել։ Հետո պետք է ասեմ, այն բանաձևի հիշում եք։ Այ ոչ կարողանան ապրել, լավ էլ կգնա, ինչի չեն գնա։ Ու եք դրան էլ գնում են։ Նա տեսել նայենք սա տիպիկ Ջան, բարոն ընկեր Փաշինյան ջան, նայեք, ես բռնավա ունեմ, զրկված չեմ, բայց ես Կիշալոտի նման չեմ մտածում, ես մտածում եմ պասալդացի, մեկը բոլորի մար, բոլորը մեկի մար, ես եկել եմ ես մեր աղբերներին զուտ լսելու, պատերժ կանելու։ Մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար, ինքը Կիշալոտի նման չի մտածում։ Պարոն վարչապետ ջան, բա։ Համար, ես ունեմ, զրկված չեմ, հարցը հետի չի։ Հիմա նայեք, այսքան բան արել եք, այսքան բարեփոխում արել եք, մենք չենք եկել կառավարության վրան ոչ Այսքան բարեփոխում եք արել, այս մարդիկ ոչ չեն եկել կառավարության վրա մունալ գան, ոչ մի բան, այդքան բարեփոխում ես արել, արել սրանց ուրիշ բան չի տակ, տապեք իրենց պարավատո գնա շարունակեն բանը ավտո քշել հարբած։ Մատ հապտանք, ոչ ձեզնից մեղադրենք, շատ բաներից ձեզնից գոհել ենք, հիմա այս մարդիկ քեզնից գոհել են, հասկանում եք հիմա, հա, վերջում եք ասի աղբեջան եմ եկում, ոչ մեկ քաղաքականությունով եք զբաղվում, ոչ բան, մեր ուզածը զրկվել են հարբած քշելու համար, վերականգնեք, իրենք քաղաքականությունով չեն զբաղվում, իրենք գոհ են վարչապետից, գոհ, խնդրում են, չէ որ դու խոսք էիր տվել, չէ որ դու խոսք էիր, չէ ընտրած բանի է, որ կվերականգնես բոլոր զրկվածներին, հիմա եկել են հիշացնում են քեզ քո խոստումը, ու ասում են իրենք քաղաքականությունով չեն զբաղվում, քեզանից շատ գոհ են, ընդունում են քո բոլոր բարեփոխումներ, տեսնում ու գնահատում են։ Հա։ Դե հետն էլ ասում է, ես հո Կիշալոտ չեմ, Պասալդացկի, բոլորը մեկի համար, մեկը բոլորի համար։ Հա, այն երեխեքն են, որ գնացին, բոլորը քո համար զոհվեցին, այ դու էլ հիմա իրանց համար ես պատրաստ գոված Փաշինյան Նիկոլ։ Ու ասես մերմեն ջանիդ, մեզ պրավեկը դու թքած ես ամեն ինչի վրա, բայց ի սկզբանե դու Պասալդացկի ես, բոլորը մեկին մեկը բոլորի համար։ Այս տեսակը ավիրեց Հայաստանը։ Ով բուծեց այս տեսակը, չէ՞ որ ասի մի օրվա մեջ չի բուծվել այս տեսակը։ Այս տեսակը բուծվել է 90 թվականից մինչև այսօր։ 36 տարի։ Հազիվել է այդքան լինի, կամ մի քիչ ավել։ Ամեն դեպքում մի քանի տարեկան է եղել երևի այդ ժամանակ։ Ամեն դեպքում լրիվ այս 36 տարվա ծնունդա ինքը, էլի։ Սենց համախառն ծնունդա։ Պասանդացկի է իր մոտ, ինքը Կիշալոտ չի, բայց թքած ունեն սպանված երեխեքի վրա, ինքը եկել է իր պրավի հետևից։ Լրիվ։ Ինչ եղել է, կապ չունի, ինքը գոհ է։ Փաշինյան Նիկոլից, Փաշինյան Նիկոլ ջան, գնա։ Բա սա իրավունք ունի երկիր ունենալ։ Հիմա նայենք մեր հարևանների վերաբերմունքը։ Սա մեր պաշտպանական դոկտրինը պարզ է։ Ցանկացած ագրեսիա Իրանի դեմ ցանկացած չի քննարկվում։ Ստանալու է
adekvat պատասխան։ Ու վերջ։ Ու վերջ։ Ոչ մի զիջում չի լինելու, ախպեր, ասել են ու անում են։ Չեն ասում, ախպեջան, ոչինչ ջանդամ երեխեքին սպանել ես, դե հիմա ոչ, դե հիմա լավ եղել է, էլի պատահական եղել է, ինչ է եղել։ Արի փող աշխատենք։ Չեն ասում։ Չէ, միջև վերջ վճարելու եք ասում։ Միջև վերջ։ Դրա համար իրանք երկիր իրավունք ունենալու Աստծո օրենքներով եմ ասում, բնության օրենքներով, ժողովուրդ, այս կոմենքոն պետք չի վազվզել։ Կա մի հատ օրենք, որով աշխատում է այս աշխարհը։ Իմ ջանոց օրենք բառը դա բուդդիզմից է գալու։ Բուդդիզմում չկա Աստված։ Բուդդիզմում կա օրենք, ինչով կառավարվում է աշխարհը։ Իրացում դա օրենք է։ Հիմա այս բնության օրենքներով այս տեսակը իրավունք ունի եւ դրա համար ունի պետականություն։ Հզոր, ուժեղ։ Այս տեսակը դա համար չունի։ Ու գնալով ուջուրանում։ Ու եթե այս տեսակը շատ է, ինքը չի կարա գոյատևի։ Ոչ այս սկզբունքայնությունը ունի։ Լավա վատա իրացնա։ Սա էլ իմ խոստացած սիոնիստներն են, որ նոյեմբերին ասես կլցվեն ձորը։ Այսինքն, որտեղ նոր սերունդը ասում Ամերիկան մեր համար է, Իսրայելի համար չի։ Մեր փողերը մեր համար է, մեր վրա պետք է ծախսվի։ Եվ ամենակարևորը այսօր Սենատը մերժեց եւս 60 միլիարդ բանի փոխտա Թրամփին փոխտա, որ նա պատերազմը շարունակելու։ Դե հիմա հարց. ինչ է անելու Թրամփը առանց փողի։ Ոնց է նորից շարունակելու պատերազմը։ Այսինքն ինքը պատերազմ հրահրելու բյուջե չունի, Նետանյահուն չունի, այսինքն եկուսն էլ պարտված վիճակում գնում են ընտրություններ։ Պարտված, այլ շանս, չնայած մեկը 60 միլիարդ է տար, ընդամենը 60 միլիարդի զինվորու զենք էին կոտորելու, էլի ոչ մի բան չէր լինելու արդյունքում։ Չի լինելու, այդ երկիրը հնարավոր չի պարտել, հաղթել, այդ երկիրն հնարավոր չի, նրանց ապա դե հնարավոր չէ։ Դա սենց դա բանը ասում հոկտեմբերի 27-ին լինելու է ընտրություններ։ Իսրայելում նոյեմբերին է Ամերիկայի Միացյալ Նահանգներում միջանկյալ, որտեղ կորոշվի արդեն ձայների բալանսը։ Ես վստահ եմ, երեխեքի հետ նկարածը պայփակին դեպի աղբը, ծովը, շփոթել իրականում է։ Մեզ դիմանալ է պետք մի քիչ։ Նոր խաղաղության առաջարկ ա եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ուղիղ մերժելը։ Չկա։ Իրանք մի հատ խաղաղության առաջարկ են ներկայացրել, պայման, ուրիշ բան չի։ Կգաս, կփոխհատուցես, ներողություն կխնդրես, Նետանյահուին են քրեական դատարան միջազգային, կխոսենք։ Բոլոր տեսակի առաջարկություններ մերժում։ Իսկ վերջում սա մասին եմ ուզում խոսենք։ Ես ամեն օր համարյա բան եմ պլանավորում հանդիպում Արտուր Դավթյանի, Արմեն Դավթյանի հետ շումերագետ, բայց մինչև Արմեն Դավթյանի հետ շումերագետ խոսալ ես ուզում եմ մեր մասին լսենք ուրիշից, դեռ սա ավելի կարևոր է ինձ համար։ Urartu is certainly the ancient name of the country which today we call Armenia. Несомненно, что Урарту – это древнее название страны, которую сегодня мы называем Армения. В XIX веке, когда изучение истории Ассирии только начало развиваться как наука, первые расшифровщики клинописи пришли к выводу, что Урарту – это то же самое название библейского Арарата. Урартун դա Հայաստանն է։ Եվ ամենակարևորը շումերներն են։ Շումերական ամբողջ цивилизацияները դնում հայկականը։ Конечно, Арарат известен очень давно, со времен Ветхого Завета.
как местность, где по легенде о Великом потопе остановился Ноев ковчег. As the place where the ark in the flood story of Noah and the ark had come to rest. В клинописных источниках Ассирии и Вавилона Араратское царство упоминается как Урарту. Именно под этим названием оно обозначено на древнейшей в мире вавилонской карте. Խոսքով ամենահին քարտեզի վրա է բաբլոնական այդ տարածքը գրված է Urartu բազմի Արարատ տանը։ Նույն երկին։ Նույն Հայաստանն է։ Ես խոստանում եմ ամեն ինչ անեմ, արդեն իմ մոտ ունեցա հասունացել Արմեն Դավթյանի հետ խոսակցությունը։ Որովհետև ինքնաճանաչման, ասենց ասեմ, ամփոփման մասշտաբները պատկերացնելու համար սա շատ կարևոր բան է մեր հոգեբանական հանգրվանը, հասկանանք, որ մենք ուղղակի այս պատահական առաջացած ցեղ չենք։ Թեկուզ 2000 տարեկան, չէ, շատ ավելի հին ենք։ Ու մենք չենք կարող մեզ թույլ տալ նման վիճակում լինել ու հանդուրժել այս մեր վիճակը։ Չենք կարող։ Դե հիմա ես գիտեմ իմ մեդիայի հնարավորությունները ամենամեծը չեն, բայց այս ռեսուրսների սահմաններում ես ամեն ինչ անել եմ, որ ինքնագնահատականը մեր մարդկանց, մեր բոլորիս հայերի ինքնաճանաչումը, ճիշտ եզրակացությունները լինեն օբյեկտիվ եւ իրականությանը մոտ։ Այն ժամանակ մենք կհասկանանք, որ մենք մեր շուրջը չենք կարող հանդուրժել։ Այն ինչը կատարվում է հիմա։ Ուղղակի չենք կարող ֆիզիկապես հանդուրժել, չենք կարող նույնիսկ յոլա տանել, ամեն մեկս կդառնանք անհաղթահարելի խոչընդոտ, ապստամբ ուղղակի։ Այսօր համար այսքանը։ Լավ մնացեք։